Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ ԿԳՄՍ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլեր, այդ թվում օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին։ Հանուն հավասար իրավունքների կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը զուտ մի ուսուցչի դեմ իրականացված նվաստացման համակարգված ակցիա չէր։ Սա մեր սերնդի դեմ գործարկված ստորհանցանք է, որի ամենամեծ պատասխանատուն տնօրենն ու ծնողներն են, իսկ այն անտարբեր կամ լուռ գործընկեր ուսուցիչները, եթե կարծում են վաղը նույն այդ լկտի սանձարձակ լակոտները կներեք, բայց չէի կարող աշակերտ կամ երեխա բառն իրենց դեպքում օգտագործել, իրենց դեմ նույնը չեն անելու, չարաչար սխալվում են։ Ուսուցչի հետ խոսելու դա ինչ տոն էր, դա ինչ բառապաշար էր, էս գողական բարքերով սրանք բանակ են մտնելու ու էսպես են հայրենիք պաշտպանելու, սա է այս դպրոցի տնօրենի, ծնողների պատկերացրած հայրենասիրությունը, սա դպրոցի կործանման սկիզբն է, որևէ ուսուցչի հետ թույլատրելի չէ նման պահվածքը, սրան լուրջ արձագանք պետք է տրվի տնօրենի հեռացմամբ, ներկա բոլոր ուսուցիչների նկատողությամբ, ծնողների և երեխաների հետ լուրջ աշխատանքով, այլապես այս սարսափելի վիրուսը տարածվելու է ամեն օր ու նման լինչի դատաստանները դառնալու են օրինաչափ, այս աղետը պետք է կանգնեցնել»։ Արայիկ Հարությունյանը գրել է. «Մերձավանի դպրոցի միջադեպով իհարկե ԿԳՄՍ նախարարությունը պետք է զբաղվի և արձագանքի, բայց այս պատմության մեջ էպիկական էր լրագրողի հարցը՝ դուք թրքասեր եք, վարագույր։ Մերձավանի դպրոցում դասադուլավոր ուսուցիչները, ծնողները, երեխաները և պատմության ուսուցչուհին որևէ կերպ չեն կարող համաձայնության եզր գտնել և աշխատել։ Դպրոցում հստակ խնդիր կա, որը հուսով ենք շուտով, ըստ ընթացակարգի կհանգուցալուծվի», Ֆակտոր TV-ի հետ զրույցում նշել էր Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, անդրադառնալով երեկ վաղ առավոտից Մերձավանի միջնակարգ դպրոցում մեկնարկած դասադուլին։ Հիշեցնենք, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում էին նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Նրանց պնդմամբ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում և ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։ Մարզպետի օգնականը նշել է, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կազմակերպել դպրոց, ապա հավելեց. «Մեկ անգամ չէ, որ այստեղ խախտվել է դասապրոցեսը»։ Ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է, դպրոցում են նաև ոստիկանության ներկայացուցիչներ։ Մանվել Մելիքյանը շեշտել է, Ռոզա Դավթյանը 3 նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում։ Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողություն տալու և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի։ Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունն ապահովելն է և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում։ Հուսանք դպրոցում ծագած խնդիրը շուտով հանգուցալուծում կստանա, եզրափակել էր մարզպետի օգնականը։ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների կիրթ խոսքի գագաթնակետը
հորս Սարևն է, ու մի տեսնեք, թե նա ոնց է հալումաշ լինում, քրքրվում, պրճկվում, երբ այդ բառերով դպրոցի սաները կնքում են իբր հերթական փաստ ընդդեմ բուլինգի ենթարկվող ուսուցչուհի։ Ես գիտեի, թե թուրքասիրությունը մանկավարժի ներկայացվող միակ մեղադրանքն է, բայց հորս Սարև կրթության սիրահար և կազմակերպիչ տնօրինուհին ահագին դերաբաժանում է կատարել։ Էլ փող չունենալու, էլ փոր ցավելու պատմություն էր, հատակ, անդունդ, Մարիանյան իջվածք, ու այդտեղ տնօրինուհին է իր հատակ քաշելով նաև մատաղ սերնդին, ու այդ ամենը հորս Սարև միջնակարգ դպրոցի տնօրինուհու առջև։ Ասես սաները սովորած դասը պատմելիս լինեն, նա էլ գորովալից հայացքով 5 է նշանակում դերը լավ խաղալու համար։ Իմ աջակցությունն եմ հայտնում կազմակերպված հոգեբանական գրոհի թիրախ դարձած մանկավարժին ու պահանջում պաշտոնազրկել դպրոցի տնօրենին։ Ես դա առանց բացատրություններ պահանջելու կանեի։ Նա ահագին բացատրվեց տեսակադրերում, ու դա բավական է հասկանալու համար, որ նրան կրթության կազմակերպում չի կարելի վստահել։ Ռոման Բաղդասարյանն էլ գրել է, տնօրենն ասել է ուսուցչուհին Նիկոլի Մարտն է, նրանից պիտի ազատվենք։ Ըստ իմ տեղեկության Մերձավանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տնօրենի հետ միասին կազմակերպված ձևով փորձում են կեղծիքի և զրպարտության միջոցով պատմության ուսուցչուհուն վտարել դպրոցից իրեն դավադիր և անարդար նպատակին հասնելու համար։ Մանկավարժներն ու դպրոցի տնօրեն կոչված դիրիժորը չեն խնայել և օգտագործել են նաև աշակերտներին դարձնելով նրանց գործիքը։ Մկրտիչ Իսրայելյանն էլ գրել է, կարծում եմ Մերձավանի դպրոցում տեղի ունեցած փողոցային ռազմորկեն պետք է նախարարության կողմից խիստ արձագանքի արժանանա, տնօրենն ու կազմակերպիչները որ պատժվեն, ապա ծնողներն ու աշակերտները կհասկանան, որ դպրոց են գալիս, ոչ թե գաղութ։ Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով։ Ընդհանրապես դպրոցներում աշակերտների այսպես ասած իրավունքների ազատությունը ամենաթողության է վերածվել։ Ինչ այլանդակություն ասես կարելի է իրենց, իսկ ուսուցիչը պիտի միշտ զգուշանա ու լուռ մնա։ Ուսուցիչները դարձել են ամենախոցելի խավը թե սոցիալական, թե բարոյական, թե իրավունքների պաշտպանության առումով։ Լրագրող Նանե Արզումանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. առավոտյան Կարենը հուզված ու աչքերն արցունքներով լի մոտեցավ ու պատմեց, որ իրեն ևս դասավանդել է նույն ուսուցչուհին։ Անսահման բարի մարդ է, մի անգամ նույնիսկ մանդարիներ տվել ինձ, հիշում է նա, հավելելով, որ ուսուցչուհին հաճախ կրկնում էր դուք իմ թոռնիկներն եք։ Այս պատմությունը փոքր դրվագ է, բայց խորքային ուղերձ ունի։ Հարգելի ծնողներ, գուցե այս խոսքերից հասկանաք, թե ինչպիսի արժեհամակարգ պետք է սերմանվի ձեր երեխաների մեջ։ Չի կարելի լուռ դիտորդի դիրք զբաղեցնել, երբ սանձարձակությունն է ձայն բարձրացնում։ Ուսուցչի հետ կապված դեպքը կարող է մոռացվել, բայց արժեքների կորուստը վաղն արդեն կարող է ձեր սեփական իրական սարսափը դառնալ։